Տիրոջը ողջունում ենք ձեզ, սիրելի եկեղեցի, Աստծո տան մեջ, ողջունում ենք ձեզ աշտարակի կյանքի խոսք եկեղեցում, շատ ուրախ ենք ձեզ տեսնել այսօր այստեղ, Տիրոջ տան մեջ, Փառք Աստծուն եւ մեր Աստված այստեղ է, հրաշալի օր է այստեղ, ես որ գալիս էինք ճանապարհի եղանակը տեսնում էի, ասում էի, այսօր կարող է եկեղեցին մի քիչ կիսատ լինի, բայց մենք տեսնում ենք, որ աթոռ ենք ավելացնում գնալով եւ գիտես դա նորից մեզ տանում այն աղոթքների մեջ, որ աղոթենք, որպեսզի մեր մեծ դահլիճը շուտով կառուցենք, ամեն։ Ուզենամ ամեն մեկը տել աղոթենք, որ մենք մեծ, լայն, գեղեցիկ, ավելի գեղեցիկ դահլիճ ունենանք, որ ավելի շատ մարդ գա, ավելի շատ մարդ փրկվի, չէ, ու մենք Աստծո արքայությունը տարածենք աշտարակում, գյուղերում, ամեն, եւ դա մենք անելու ենք միասին։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար, Տերը այսօր խոսք ուղարկել մեզ համար, որը մեզ շատ անհրաժեշտ է, սիրելիներ, եւ ուզում եմ, որպեսզի դու ուշադիր լինես եւ գաս մեր հետ Աստծո խոսքի մեջ։ Այսօր խոսալու ենք, խոսքի վերնագիրը այսպես է. Աստծո փառքի դրսևորումը։ Աստծո փառքի դրսևորումը։ Գիտեք, Աստված այցելում է մեզ իր փառքով։ Եվ մենք այսօր պետք է մտնենք այդ Աստծո փառքի դրսևորման մեջ, որ դա մեր կյանքում տեղի ունենա։ Կարող է գիտես խոսքը մի քիչ ծանր լինի, բայց եթե դու թեկուզ մի փոքր չոր հայտնություն ստանաս այսօր, հաստատ զորանալու ես Տիրոջով։ Այս դժվար ու չար օրերում, որ մենք տեսնում ենք մեր շուրջը ամեն ինչ չարանում է, չարը ավելի է չարանում, պիղծը ավելի է պղծվում, դժվարություններ է գալիս, հալածանքներ, նեղություններ է գալիս, մեզ անհրաժեշտ է սիրելիս զորություն, որովհետև առանց զորության որպես Աստծո ժողովուրդ շատ դժվար կլինի, որպեսզի մենք առաջ գնանք։ Իսկ մենք կանչված ենք առաջ գնալու համար։ Մենք կանչված չենք տեղում մնալու։ Գիտես, երբ որ մենք տեղում ենք մնում, դա նույնն է ոնց որ հետ մնանք։ Այսօր ամենք ուզում են ինչ-որ բանի մեջ առաջադիմեն, ինչ-որ բանի մեջ առաջ գնան, չէ՞, թեկուզ վերցնենք մեր նյութական կյանքը։ Չէ, օրինակ, եթե դու ստանում ես 1 միլիոն դրամ աշխատավարձ, հա, դա Աստված որը տենց լինի, եթե այդքան չի։ Բայց մեկը գիտես, էլի դու ուզում ես, որ այդ միլիոնը դառնա 1.5 միլիոն։ Չէ, մի հատ հումոր կար, չէ, որ այդ հարուստ այդ բանը օլիգարխներից մեկին հարցնում որ 1 միլիոն դոլար ունենաս ինչ կանես, ասում է կտխրեմ։ Որտեվ իր համար 1 միլիոն դոլարը շատ քիչ է, օրինակ, չէ, որտեվ մարդը միլիարդներ ունի։ Այսինքն մարդը միշտ ուզում է առաջ գնա։ Մենք էլ սիրելիներ որպես Աստծո ժողովուրդ մենք պետք է նույնպես ձգտենք առաջ գնալու, որովհետև սա ավելի կարևոր է, քան 1 միլիոն դոլարը։ Դա մենք հետո կհասկանանք։ Հիմա մենք ուզում ենք այդ 1 միլիոն դոլարը։ Բայց այս հոգևոր կյանքը, հոգու փրկությունը, մարդկանց հոգիների փրկությունը, Աստծուն ծառայելը, ասեմ քեզ, որ շատ ավելի կարևոր է։ Ամեն, դրա համար մենք պետք է առաջ շարժենք, դրա համար մենք պետք է ավելի մոտենանք Տիրոջը, ավելի ճանաչենք Աստծուն եւ մտնենք նրա զորության մեջ, որպեսզի նրա փառքի դրսևորումներն էլ մեր կյանքում կատարվի։ Ամեն։ Այսօր խոսալու ենք Աստծո փառքի 3 դրսևորման մասին, եւ որը գրված է Հովհաննես ավետարանի մեջ։ Հովհաննես ավետարանի հենց առաջի գլխում ենք լինելու եւ այնտեղ մենք տեսնելու ենք Աստծո փառքի դրսևորումները։ Միասին նայենք Հովհաննես ավետարան առաջի գլուխ 1-ից 3-րդ խոսքը։ Հովհաննեսի 1-1-ից 3։ Սկզբում էր բանը եւ բանն Աստծո մոտ էր եւ բանն Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Մենք այստեղ տեսնում ենք, որ խոսքը ասում է, որ սկզբում խոսքն էր։ Այստեղ բանը, որ գրված է, դա խոսք բառն է։ Սկզբում խոսքն էր, եւ խոսքը Աստծո մոտ էր, եւ խոսքը Աստված էր։ Եվ այդ խոսքը մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսն է։
Եվ նա սկզբում Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ եւ ասում առանց նրա ոչինչ չեղավ։ Մենք տեսնում ենք Աստծո փառքի դրսևորումներից մեկը այստեղ, որն է Աստծո խոսքը, որը սկզբում կար, որովհետև Աստված այս երկինքը, երկիրը ամեն ինչ արարեց իր խոսքով։ Աստված իր խոսքը ասեց, Աստծո փառքը եկավ, եւ ինչ որ Աստված խոսած, ինչ որ Աստված ասեց, տեղի ունեցավ, կատարվեց։ Եվ գիտես, այսօր էլ շարունակվում է դա։ Երբ որ Աստծո խոսքը գալիս է, դա իր փառքի դրսևորումն է, եւ իր խոսքը մեր կյանքերում իրավիճակներ է փոխում, մեզ է փոխում, մեր սրտերն է փոխում։ Ամեն։ Եվ մենք տեսնում ենք Աստծո խոսքի զորությունը, որովհետև Աստված իր զորությունով այդ դրսևորումը տեսնում ենք, ստեղծեց ամեն ինչ, եւ դա մինչեւ այսօր շարունակվում է։ Եվ ինչ որ Աստված ստեղծել է, գիտես, այս աշխարհի վրա, այն կարգ ու կանոն են, օրենք են, կանոնները, որ Աստված դրել է բնության մեջ, մինչև այսօր հնազանդվում է իր խոսքին։ Բացի մարդուց։ Ինչ որ ստեղծել է, գիտես, չի կարա, օրինակ, շունը մի օր հենի ասի, վերջ, ես այսօրվանից կատու եմ, էլ որոշել եմ կատու լինեմ։ Չէ, ինքը իր մտքով չի անցնում։ Հասկանում ես, չի կարա անձրև ասի, ես չեմ գալիս, չեմ ուզում անձրև։ Որոշել եմ էլ չգամ երկրի վրա, հա։ Բնությունը, կենդանական աշխարհը, ամեն ինչ, ինչ որ Աստված արարեց իր խոսքով եւ դրա մեջ իր զորությունն ու փառքն է, միլիոնավոր տարիները հնազանդվում են, հազարավոր տարիները հնազանդվում են Աստծոց։ Միայն Աստված մարդուն տվեց ազատ կամք, որոշելու հնարավորություն, իսկ մարդը չի ուզում հնազանդվի։ Բայց մենք այսօր որոշում ենք կայացնելու հնազանդվենք Աստծո խոսքին, որովհետև Աստծո փառքը դրսևորվում է Աստծո խոսքի միջոցով։ Եթե դու հավատացյալ ես, որոշել ես Աստծո ճանապարհներով գնաս, պետքա դրսևորվի Աստծո փառքը քո կյանքի մեջ, որպեսզի դրսևորվի, դու պետք է Աստծո խոսքը պահես, դու պետք է Աստծո խոսքը սիրես։ Գիտես, դու չես կարող ասես, ես չեմ հավատում ստեղի գրվածքներին, բայց ուզում եմ, որ Տերը փառավորվի, ուզում եմ իմ բոլոր ուզածները կատարվի։ Որովհետև Աստված դրեց իր խոսքը, դրեց իր խոսքին սահմաններ, եւ այդ սահմաններից դուրս ոչինչ տեղի չի ունենալու։ Ոչ մի բան։ Աստվածաշնչում ասում Աստված իր խոսքը իր անունից բարձր դրեց։ Աստված իր խոսքը չի փոխելու, լսի։ Այդ մենք պետքա փոխվենք ու հարմարվենք Աստծո խոսքին։ Ամեն։ Ստեղ է, չէ՞, մենք պետքա հարմարվենք Աստծո խոսքին։ Ով որ Աստծո խոսքը հարմարեցնում է իրան, իր ցանկություններին, իր բնավորությանը, իր ուզածներին, ինքը դուրս է մնում Աստծո փառքից։ Եվ գիտեք ինչա կատարվում, տեղի ունենում հերձվածություն, փոխում է, շեղվածություն, հա։ Դրա համար այսօր շատ, այսպես ասած, ճակերտավոր քրիստոնեական շեղվածություններ կան, որոնք խոսքը փոխել են, խոսքը հարմարացրել են իրանց եւ ուզում են Աստված օգնի կամ օրհնի իրանց, այդպես չի լինում։ Մենք պետք է հարմարվենք իր խոսքին եւ մնանք այդ խոսքի սահմանների մեջ, որ զորությունն էլ մեր կյանքում տեղի ունեն, ամեն։ Այսօր կարիք ունես, չէ՞ զորության, կարիք ունես, չէ՞ մի հատ գերբնական ուժի, որ քո կյանքը փոխի, որ քո իրավիճակի մեջից դուրս գաս, որ բժշկվես, ազատագրվես, քեզ ինչ է պետք, քեզ պետք է այդ զորությունը գործում է Աստծո խոսքի միջոցով, հռչակումներով, հավատալով, խոսքը կարդալով։ Ամեն, ինքան կարևոր է սա, ինքան իրավիճակներ եկե, որ սենց մի հատ ճնշում է եկել ին վրա, մի հատ ահավոր բան, ու ես սենց, նույնիսկ սենց մի պահ սենց խառնաշփոթի ասես ցայտնոտի մեջ եմ ընկել, ինչ պետք է անեմ, մեկ էլ մի հատ խոսք։ Հա Սուրբ Հոգին մեզ հիշացնում է, մի հատ խոսք է եկել, եւ որ ես այդ խոսքը բարձրաձայնել եմ, այդ իրավիճակները փոխվել է։ Հասկանում ես, այն խոսքը, որ արարեց
երկինքը, երկիրը, արևը, ասում է լուսինը, լուսատուները, ամեն ինչ, ասես թող լինի եւ բարի է, թող լինի եւ բարի է, այդ խոսքը այսօր քո մեջ ապրում է։ Ասում է խոսքը քեզանից հեռու չի, քո սրտի մեջ է, քո շուրթերի վրա է։ Երբ որ դու այդ խոսքը բաց ես թողնում, քո կյանքում զորություն է գալիս, քո շուրջը գերբնական բաներ է տեղի ունենում։ Եվ թշնամին սատանան մեկ-մեկը նենց է ուզում անի, որ մենք այդ խոսքը չասենք, չհավատանք այդ խոսքին, վախենանք, անհանգստանանք, թուլանանք, չէ։ Մենք պետք է սիրելիներ ուժ գտնենք մեր մեջ։ Իսկ այդ ուժը Աստծո խոսքի մեջ է։ Ամեն։ Փառք Աստծուն։ Եվ Աստծո փառքի դրսևորումներից առաջինը դա Աստծո խոսքն է։ Մյուսը նույն Հովհաննես ավետարան առաջի գլուխ 14-րդ խոսք։ Եվ խոսքը մարմին դարձավ եւ մեր մեջ բնակվեց եւ տեսանք նրա փառքը, փառք, որ հորից ունի միածինը, լի շնորհքով եւ ճշմարտությունով։ Տեսեք, ասում է խոսքը մարմին դարձավ եւ մեր մեջ բնակվեց։ Ամեն։ Աստծո խոսքը, պատկերացնես, խոսքը մարմին դարձավ։ Դա Հիսուս Քրիստոսն է, որ մարմին դարձավ, եկավ եւ ասում է մեր մեջ բնակվեց ու մենք տեսանք նրա փառքը, որովհետեւ ասում է, որ հորից ունի միածինը, այսինքն միածինը դա Հիսուս Քրիստոսն է, իմ մոտ մեծատառով է գրված։ Այս նոր թարգմանության մեջ միածնի փառքը շնորհքով եւ ճշմարտությունով լիքը։ Պատկերացնում ես, մենք լիքն ենք շնորհքով եւ ճշմարտությունով, որտեղ այդ խոսքը մարմին դարձավ։ Ամեն ու բնակվեց մեր մեջ։ Հիմա այդ զորությունը մեզանում բնակվում է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ ասում է տեսանք նրա փառքը։ Մենք տեսնում ենք նրա փառքը այն ժամանակ, երբ որ այդ խոսքը մարմին դարձած մեզանում բնակվում է, սիրելիներ, գիտես, ինչ է նշանակում Աստծո փառք։ Աստծո փառքը այստեղ բնագրում, երբ որ նայում ես հունարեն, դա դոքսա բառն է, իսկ եբրայերեն կավոդ բառն է, կավոդ։ Այստեղ, երբ որ գրել են, այստեղ գրել են այս բառը, կավոդ, որը նշանակում է ծանրակշիռ, շոշափելի ուժ, զորություն, որը Աստված բերում ազդում է երկրի վրա եւ մարդկանց վրա, շոշափելի, ծանրակշիռ, գիտես դեռ գրված է մամլիչ, գիտես այդ ինչ է այդ մամլիչ բառը, պրես, եւ որ ասես պրեսա է անում, տեսել եք ինչ ինչ-որ մի բան, որ սարքում ես, ես պրես են անում, ինքը մեծ երկատս, ես պրեսը ճզմում է, դարձնում է բարակ ինչ-որ լիստ։ Ես ասում եմ, որ դու պատկերացնես, ինչ զորություն է դա, ծանրակշիռ, շոշափելի, մամլիչ զորություն, որով Աստված ազդում է այս երկրի վրա։ Երկինքը ազդում է երկրի վրա, ազդում է մարդկանց վրա, եւ դա իր, գիտեք ինչն է, ներկայությունն է։ Լսել ես, որ ասում է Աստծո շոշափելի ներկայությունը, Աստծո թանձր ներկայությունը։ Լսեք, երբ որ Աստված այցելում է մեզ իր ներկայությունով, ինքը այդ գերբնական զորությունը, այդ ուժը, այդ ծանրակշիռ ուժը բերում այստեղ մեզ վրա։ Եվ դա գիտեք, այնց զորություն, այնց ուժ չի, որ մենք նրանից նեղվելու ենք։ Չէ, ես ուզում եմ դու պատկերացնես Տիրոջ ներկայության զորությունը։ Եվ Աստված, երբ որ այցելում է մեզ, իր այդ զորությունը բերում այստեղ մեր վրա։ Եվ այս որ գրված է Աստծո փառքը, հենց Աստծո փառք նշանակում է իր այդ զորավոր ներկայությունը։ Եվ գիտես, այդ ներկայության մեջ է, որ գիտեք ինչ է լինում, այդ ներկայության մեջ է, որ տեղի ունենում գերբնական բաներ։ Այդ իր շոշափելի հզոր ծանրակշիռ ներկայության մեջ է, որ մարդը բժշկվում է։ Այդ ներկայության մեջ է, որ մարդը ազատ ագրվում է։
Այդ ներկայության մեջ է, որ մարդը փոխվում է եւ դառնում է նոր մարդ։ Ամեն։ Եվ եթե ուզում ես, հա, քո կյանքում տեղի ունենա այդպես բաներ, դու պետք է մտնես այդ ներկայության մեջ։ Եվ ես ասացի, որ այդ ներկայությունը հեռու չի։ Քո ներսում է պատկերացնում ես։ Գիտեք, թշնամին մեզ խաբում է, որ մենք ասես բաներ չհասկանանք, չիմանանք, մենք մեր ամենասիրած տեղը Հովհաննեսի ավետարանը կարդում ենք եւ անցնում ենք այս տեղերով, բայց ինչ Աստծո փառքը, որը եկավ եւ մարմին դարձավ եւ որպեսզի դրսեւորվի մեր մեջ, մենք պետքա ճանաչենք նրա զորությունը, ճանաչենք նրա իշխանությունը, որ դա գործի մեր կյանքերի մեջ, որ մեր ներսում հասկանում ես շատ բաներ փոխվի։ Թե չէ, լսի կարանք տարիներով մենք գանք ստեղ, սենց մտնոլորտը լավա գնանք եւ ոչինչ չփոխվի, բայց մենք պետքա մտնենք Աստծո փառքի մեջ։ Ամեն, պետքա մտնենք Աստծո փառքի մեջ, որ այդ փառքը դրսևորվի, այդ զորությունը գա եւ մեր կյանքը փոխվի, մեր իրավիճակը փոխվի։ Որովհետեւ լսի սիրելիս, դու կանչված չես տանջվելու, դու կանչված չես տառապանքներ, ինչ որ հա հալածանքներ, հա կգան, թող լինի, գիտես Քրիստոսի համար, Աստծո խոսքի համար, բայց ոչ թե անընդհատ մենք մնանք ինչ-որ տանջանքների մեջ, անընդհատ մնանք անորոշության մեջ, վախերի մեջ, դեպրեսիաների մեջ, ու չիմանանք ինչ ենք անելու։ Լսի դու Աստծո լույսը քո մեջ ապրում է, դու պետքա լուսավորվես այդ լույսով, որ քո հետագա քայլերը իմանաս, Աստված քեզանից գաղտնիք չունի։ Աստված բարի ողորմած Աստված է ուզում է դու քո կյանքը օրնված հաղթական գնաս։ Դրա համար թույլ տուր թող իր փառքը այսօր գա քեզ վրա։ Իր խոսքով եւ իր ներկայությունով։ Ուրեմն առաջինը Աստծո փառքը իր խոսքով է, երկրորդը իր ներկայությունով է։ Դու գիտես մենք կարանք ասենք Տեր, մենք հավատում ենք դու այստեղ ես, Աստծո ներկայությունը այստեղ է, բայց ինչքանով ենք մենք դա վերապրում։ Ինչքանով ենք մենք մտնում այդ ներկայության մեջ, գիտեք ինչպես հոգով։ Ես կարաս դուստը մենք սիրուն երգեն, սիրուն նվագեն, մենք փշաքաղվենք, մենք լավը զգանք, բայց դա դեռ Տիրոջ ներկայությունը չի։ Տիրոջ ներկայությունը իր փառքի միջոցով է դրսևորվում, որը ծանրակշիռ է, իսկ այդ ծանրակշիռ զորությունը անպայման փոխելու է մեզ դարձնելու է ուրիշ մարդ, ավելի նման Քրիստոսին։ Ամեն։ Կարիք ունես, չէ՞, նմանվելու Քրիստոսին։ Իր ներկայությունը այստեղ է։ Տեր ասեց, երբ որ հավաքվեք իմ անունով, ես ձեր մեջ կլինեմ։ Հիմա եկեք թույլ տանք, որ ինքը մեր մեջ է, օգնի մեզ։ Մենք կարանք գորանք Տեր օգնի մեզ, բայց թույլ չտանք, որ Տերը օգնի։ Ամեն։ Փառք Աստծուն։ Եթե մենք ուզում ենք գերբնական բաներ կատարվի մեր կյանքում, գերբնական։ Մենք տանջվում ենք մեր բնական միջոցներով, մեր հասկացողությունով, ուզում ենք բաներ փոխենք։ Չի ստացվում։ Չէ, ասում եմ մի տարի աղոթում եմ, 5 տարի աղոթում եմ, 10 տարի աղոթում եմ։ Դե մարդս չի ապաշխարում, էլի, ինչ անեմ։ Օրինակ եմ բերում, էլի։ Կամ չգիտեմ, երեխես ինձ չի լսում, ինչ անեմ, չի գալիս եկեղեցի, չի փոխվում, այդքան աղոթում եմ։ Չէ, սիրելիս, լավ է, որ աղոթում ես, բայց պետք է Աստծո փառքը դրսևորվի, իր այդ զորությունը դրսևորվի, որ կշիռ լինի։ Մենք մեր կշիռով ենք ուզում անենք, բայց մենք ինչ կշիռ ունենք, որ մանավանդ ես։ Ինչ է մեր կշիռը, ինչ է մեր քաշը։ Բայց երբ որ այն կշիռը, որ քո մեջ կա Աստծուց, այդ հոգևոր կշիռը, երբ որ դու թույլ ես տալիս դրսևորվի, գիտես փոխվելու է, իրավիճակները փոխվելու են։ Եթե դու այսօր կախվածության մեջ ես ինչ-որ բանից, ինտերնետից, վատ սայթերից, խմիչքից, սիգարետից, չգիտեմ, բամբասանքից, նախանձից, չգիտեմ, ինչից որ մարդը կախված է։
Գիտես ուղղակի այստեղ գալ գնալով չի լինելու միջև այդ ծանրակշիռ զորությունը, Տիրոջ փառքը, Տիրոջ ներկայությունը կա ու դա կօգնի, որ դու դրանից ազատվես։ Ովքեր դրա մեջ մտել են, շատ լավ կհասկանան այդ ինչը։ Եվ этап ժամանակ առ ժամանակ մենք քիչ-քիչ ազատվում ենք տես բաներից։ Օրինակ ես որ եկա եկեղեցի ինձ 9 ամիս պետք եղավ, որպեսզի սիգարետը թարգեմ։ Երբ որ սիգարետը թարգեցի, ես հասկացա, ես մտածեցի վերջ, ես հերոս եմ, սուրբ եմ, թարգեցի, տանջվում է որովհետև։ Մեկը դրանից հետո մի հատ ուրիշ բան եկավ։ Հետո դա պետք է հեռանա ինձանից։ Մեկը ինչքան մոտենում ես Աստծուն, մեկը հասկացա, որ բնավորությանս մեջ գծեր կան, ինչքան մոտենում ենք, այնքան բաներ է երևում մեր ներսում, ինչքան լույսին մոտենում ես, այնքան շատ բան է երևում։ Եթե խավարի մեջ թաքնված մնանք, ոչինչ էլ չի երևա, եւ ոչինչ էլ չի փոխվի։ Դրա համար պետք է համարձակ մոտենանք լույսին։ Եվ երբ որ լույսին մոտենում ես, բաներ է երևում։ Եվ որպեսզի այդ բաներից էլ ազատվես, պետք է մտնես Տիրոջ ներկայության մեջ։ Ամեն, չեմ ուզում ուղղակի ստեղ գանք գնանք։ Հերթական հավաքույթն է, դե այսքան տարի գալիս եմ, 20 տարի գալիս եմ, էլի եկել եմ։ Չէ, որ եկել ես պետք է բան փոխվի։ Պետք է բան փոխվի, որ հետո էլ դու փոխես։ Ամեն, դու փոխես։ Եթե մենք անընդհատ գալիս ենք ես, ինձ, դա հələ երկրորդ դրսևորման մեջ ենք, բայց երրորդն էլ կա։ Եվ անցնենք երրորդին, հա, ես ասեցի, չէ, Տիրոջ փառքի 3 դրսևորումներ։ Հովհաննես ավետարան 1:12, նույն տեղում ենք, տեսնում եք։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Նրանց, ովքեր ինչ արեցին, հավատացին։ Այստեղ բոլորս հավատում ենք, ամեն, եւ ինչ տրվեց մեզ, Աստծո որդիներ կոչվելու, Աստծո որդի լինելու, որոնք ընդունեցին եւ հավատացին։ Իսկ գիտեք, Աստծո որդի լինելու կարգավիճակը մտնելու դրա մեջ ուղղակի ավտոմատ չի լինում։ Դա կյանք է, դա ապրելակերպ է։ Հիմա տեսեք, ասում է իշխանություն, մեզ տրված է իշխանություն։ Եվ մենք ուզում ենք այդ իշխանությունը մեր կյանքում երևա, դրսևորվի։ Դա լավ իշխանություն է։ Դա իշխանություն է հոգևոր աշխարհում։ Ոչ թե իշխանություն է մեկը մյուսի վրա, չէ։ Մենք այստեղ մեկս մյուսի վրա իշխանություն չունենք։ Ընդհակառակը մենք մեկս մյուսին ծառայում ենք։ Եվ կարևոր չի, մեկը ստեղից խոսում է, մեկը տեղ նստած է։ Այստեղ բոլորս Աստծո որդիներ ենք, ով հավատաց եւ ընդունեց, Աստծո որդի, եւ այդ նույն իշխանությունը քո մեջ է։ Գիտեք ում իշխանությունը, Քրիստոսի իշխանությունը այսօր քո մեջ է։ Եվ այդ զորությունը, որ Հիսուս Քրիստոսի մեջ կար, որ դևերը հնազանդվում էին, որ բնությունը հնազանդվում էր, որ փոթորիկը կանգնում էր, այդ նույն իշխանությունը քո մեջ կա, որովհետեւ դու Հիսուս Քրիստոսով դարձար Աստծո որդի, Հիսուս Քրիստոսի միջոցով, եւ դու պետք է ապրես Աստծո որդուն վայել կյանքով, ամեն։ Գիտեք ինչ է նշանակում իշխանություն։ Իշխանություն նշանակում է պատասխանատվություն եւ առաջադրանք։ Տեսեք, Աստծո որդու իշխանություն, դա նշանակում է պատասխանատվություն։ Որ դա մեծ պատասխանատվություն է այսօր մեզ վրա, որ երբ որ մենք միտեղ ասում ենք, որ ես հավատացյալ եմ, եկեղեցի եմ գնում, մենք պետք է հասկանանք, որ դա պատասխանատվություն է մեր մեջ, եւ դա մենք առաջադրանք ունենք կատարելու այս աշխարհի վրա, ամեն, եւ այդ
առաջադրանք եւ պատասխանատվությունը նաեւ կայանում է նրանում, որ մենք ցույց տանք Աստծուն։ Ստեղ է չէ ցույց տանք Աստծուն։ Քո մեջ պետքա Աստված երևա։ Եվ դա է նրա փառքը։ Հիմա ապացույց։ Որն է։ Մենք պետքա հիմա ապացուցենք, չէ՞, որ ինչպես պետքա երևա, որ Աստված մեր մեջ է եւ մենք պետքա ցույց տանք Աստծուն։ Հովհաննեսի 1:18 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին որդուց, որ հոր ծոցում էր։ Նա է մեզ նրա մասին հայտնել։ Տեսեք, Աստծո որդին եկավ Հիսուս Քրիստոսը եւ ինչ արեց։ Ցույց տվեց, հայտնեց Աստծուն։ Ամեն։ Ստեղ գրածա պատմեց։ Հիսուս Քրիստոսը եկավ եւ ինքը հայտնեց Աստծուն։ Հիշում եք, որ մոտեցավ աշակերտներից մեկը եւ ասեց. Հիսուս, հորը մեզ ցույց տուր։ Եվ Հիսուս ասեց. լսի, այսքան վաղտ ինձ տեսար, չտեսար հորը իմ մեջ։ Հիսուսը ցույց էր տալիս Հայր Աստծուն։ Բայց գիտեք ինչի համար էր Հիսուսը Հայր Աստծուն ցույց տալիս, որովհետև ինքը նրա ծոցում էր։ Հոր ծոցում լինողը։ Ինչ է նշանակում հոր ծոցում լինել։ Դուք ոնց եք դա պատկերացնում։ Հետաքրքիր բառ է գրված։ Ու ամենտեղ ասեմ բնագրերում նայեմ եմ գրված է հենց այս բառը։ Մեկ հայերենում հենց են թարգմանում ու ուրիշ բան լինի, բայց գրված է հենց այս բառը։ Հոր ծոցում։ Գիտեք ինչ է նշանակում հոր ծոցում լինել։ Մշտապես լինել նրա սրտում, լինել նրա գրկում, փնտրել նրա ներկայությունը եւ միշտ մնալ նրա ներկայության մեջ։ Ծոցում նշանակում է այդ մտերմությունը, նշանակում է այդ հրաշալի ազատ փող հարաբերությունը։ Օրինակ տեսեք, երբ որ ես օրինակ իմ համար պարկած եմ տանը, իմ տղան կարող գա հանգիստ իմ ծոցում պարկի, չէ՞, կարող գա պարկի, գլուխը դնի, հա, իմ, չգիտեմ, դոշին, ու մենք զրուցենք, խոսանք։ Դա խոսում է մեր մտերմության մասին։ Ուրիշ ոչ մեկ չի կարա տենց բան անի։ Ինչքան էլ, հա, օրինակ, ստեղ սիրեմ, հա, եղբայրներին հարգեմ, բայց այդ եղբայրներից ոչ մեկը չի կարա իրան այդպես բան թույլ տա։ Արդեն չէ պատկերացնելը ծիծաղալու է։ Դա խոսում է, չէ, որ կա ինչ-որ սահման, կա ինչ-որ դիստանցիա։ Բայց Աստված, ես այնքան եմ ուզում սա հասկանանք, Աստված մեր հետ այդ սահմանը, այդ դիստանցիան չունի, լսի։ Հիսուս ասում է, նրա ծոցում էր, եւ դրա համար ինքը հայտնեց Աստծուն, ինքը ցույց տվեց Աստծուն, ինքը Հիսուս Քրիստոսը, ինքը մարմնի մեջ լինելով, ցույց տվեց Աստծո փառքը, որովհետեւ նրա ծոցից էր գալիս, որովհետեւ նրա հետ ամեն օր գնում էր ծոցը եւ վերադառնում էր, կամ մնում էր այնտեղ, չգիտեմ։ Սա խոսում է այդ մտերմության մասին, սա խոսում է այդ ազատության մասին։ Եվ ինքան կարևոր է, որ դու հասկանաս, որ դու էլ ես այդտեղ։ Կամ եթե այդտեղ չես, գնաս այդտեղ, լսի։ Որովհետև Աստված ուզում է քո այդ մտերիմ փոխհարաբերությունն։ Մենք կենտրոնանում ենք մեր խնդիրների վրա, մեր դժվարությունների վրա, մեր բեռի, մեր ծանրության վրա, ու մնում ենք այդտեղ փոխանակ, վազենք Աստծո ծոցը։ Վազենք Աստծո գիրկը, մտնենք իր թանկագին այդ ներկայության մեջ,
որպեսզի իր փառքը դրսևորվի։ Լսի, դու կարաս 20 տարի աղոթում ես այդ բանի համար։ Կարող է 20 տարի էլ աղոթես, ու էլի բան չփոխվի։ Միջև դու չգնաս իր հետ, Աստծո հետ այդ մտերիմ փող հարաբերությունների մեջ։ Ամեն միջև դու չփնտրես նրա ներկայություն, միջև դու չունենաս նրա հետ ջերմ եւ ազատ փող հարաբերություն։ Ուզում ես չէ ունենաս։ Մտածում ես դա քեզանից հեռու, յա։ Ասեմ որ հեռու չի։ Մտածում ես անհասանելի է, անհասանելի չի։ Շատ էլ հասանելի է։ Գիտեք ինչի համար է հասանելի։ Ոչ թե մենք այդքան լավն ենք։ Հասանելի է, որտեղ Աստված ուզում է։ Աստված ինքն է ուզում։ Ինքն է նախաձեռնել սա, հասկանում ես։ Ինքն է նախաձեռնել, որ մենք իր հետ մտերիմ լինենք, որ մենք իր հետ ազատ լինենք, որ մենք գնանք իր ներկայության մեջ, որ մտնենք իր փառքի դրսևորման մեջ։ Տերն է նախաձեռնել։ Եվ երբ որ մենք կունենանք այդ ջերմ մտերիմ քաղցր փոխհարաբերությունը հայր եւ որդի, այդ ժամանակ կսկսվի Աստծո փառքը դրսևորվել քո միջոցով։ Նայեք, մենք խոսացինք քո մեջ, բայց նաեւ պատկերացնում ես դրսևորվում է քո միջոցով։ Այս աշխարհի մեջ, որտեղ մարդիկ ունեն քո կարիքը։ Մարդիկ այսօր ունեն քո կարիքը։ Երեք մենք Երևանի եկեղեցում ենք եւ Հովիվ Գորը շատ հրաշալի խոսում էր սրա մասին, խորհուրդ կտամ որպեսզի նայես։ Որ Աստված ունի մեր կարիքը։ Եվ Աստված ուզում է մեր միջոցով, իմ եւ քո միջոցով Աստված ուզում է այս աշխարհը փոխի։ Մի օր մեզ փոխեց ինչ որ մեկի միջոցով։ Մի օր մեկը ինձ խոսած ավետարանը, ինչ որ մեկն էլ ինձ ցույց տվեց Աստծո փառքը։ Ես եկա եկեղեցի եւ այդ մարդու մեջ տեսա Աստծո փառքը, տեսա Աստծո լույսը եւ դա փոխեց իմ ներսը։ Ես դեռ Աստծուն չէի հանդիպել, ես չգիտեի ինչա նշանակում։ Հա լսել է, 30 տարի լսել էի Աստծո մասին, բայց մի բան է լսել, մի ուրիշ բան է տեսնել եւ ճաշակել։ Խոսք ասма ճաշակեցեք եւ տեսեք որ Տերը քաղցր է։ Լսի, ինչպես իմանանք Տերը քաղցր է, եթե չգնանք իր ծոցը, չգրկենք իրան մոտ չլինենք, հա։ Հերվից հեռու ոնց կիմանանք, հա։ Հիմա իմ գրպանը եսի որ ժամանակից բանա կանֆետա մնացել։ Նոր հիշեցի։ Հիմա ես ասում եմ երեխա չկաստե։ Այս կանֆետը նենց քաղցր է ու պատմեմ, նենց քաղցր է այս կանֆետը։ Դու էլ սենց մի քիչ էլ սոված ես կամ ծոմի մեջ ես, ասում ես վայ նենց կուտեի։ Հիմա որպեսզի դու այս կանֆետը իմանաս քաղցր է թե չէ, հավատում ես չէ որ քաղցր է։ Բայց որպեսզի իմանաս քաղցր է թե չէ, պետքա գաս, հասնես ստեղ, վերցնես, բացես եւ ուտես։ Գործողություն է, չէ՞։ Բայց հիմա գիտես ինչ ես ասում, եթե ուզում ես շատ, ասում ես ամաչում եմ, Հիմա բա որ դուրս գամ, պետք է մամային խանգարեմ, ասես բան, սա ինձ է նայելու։ Բա ոնց, բայց շատ եմ ուզում։ Բայց ամոթը ինչ կմտածեն իմ մասին։ Ու սենց է մենք ասում ենք, բա ինչ կմտածեն մեր մասին։ Ու տենց չենք ճաշակում, որ Տերը քաղցր է։ Ու դրա փոխարեն գիտեք ինչ ենք ճաշակում։ Այս աշխարհի մատուցած դառնությունը։ Այդ դառնությունը գիտեք ինչն է, լուրերը որ նայում ես, պատերազմները, մարդասպանությունները, չարությունը մարդկային, բռնությունը մարդկային, որ փողի համար մարդիկ իրար սպանում են, փառքի համար իրար սպանում են, իրանց ցանկությունների եւ պիղծ հաճույքների համար ինչ ասես անում են։ Դա է, գիտես, այս աշխարհը մեզ դառնություն է մատուցում, անընդհատ դառնացնում է։ Երբ որ նայում ես, մի հատ ինֆորմացիա ես ստանում, դա
դառնացնում է քեզ։ Միգուցե դու չես գիտակցում, բայց դա խանգարում է քեզ։ Դա բերում է ավելորդ ծանրություն քո մեջ։ Եվ եթե մենք չճաշակենք Տիրոջ քաղցրությունը նրա մոտից, մենք տենց էլ կմնանք այս աշխարհի դառնության մեջ։ Կարող է դառնությունը, գիտես, ասես, բայց դառնությունն էլ է ինձ մոտ։ Կարող է դառնությունը, չգիտեմ, քո շրջապատում է։ Կարող է դառնությունը քո ընտանիքում է, քո աշխատանքի տեղն է, գուցե քեզ վիրավորում են, նեղացնում են, դառնացնում, անընդհատ քոյինադու, ոնց որ քո երեխային քոյինադու անընդհատ այնպես բան անում, որ դրանից դառնանում ես, նեղվում ես։ Եվ դու ուզում ես դրանից ազատվես։ Եվ եթե ուզում ես դրանից ազատվես, քո մեջ պետք է գա այդ քաղցրությունը, ու դու քո քաղցրությունով ազդես այդ դառնության վրա, որ այդ դառնությունը գնա քո շրջապատից, գնա քեզանից, հեռանա քո սրտից։ Դու պետք է ազդես, որպեսզի ազդես, պետք է մոտ լինես Աստծուն, որտեվ նրանից է, միակ աղբյուրը ինքն է, լսի, ուրիշի մեջ ման մի արի։ Մեկ մարդկանց մեջ ենք ման գալիս, գնանք ով իմ համար կաղոթի, ով երեխուս համար կաղոթի, լսի, ես դեմ չեմ եկեք աղոթենք, բայց իմ երեխու համար ինձանից լավով կարա աղոթի, ոչ մեկ, կարող է աղոթենք, մի պա սրտացավ լի, հենց գնացիր անկեղծ մոռանում ենք, ստեղ կարող շատերի համար եմ աղոթել, շատերի երեխեքի համար ենք աղոթել, բայց դու գնացիր, չէ, ոչ թե անտարբեր ենք ուզենք չուզենք, ես էլի կենտրոնանում եմ իմ երեխու վրա, բայց դու կգնաս տունը քո երեխու համար կաղոթես և բացի աղոթելը սիրելիս, Աստծո փառքը հիշի, ծանրակշիռ փառքը հիշի, դա նրա ներկայությունն է, նրա խոսքն է, նրա ներկայությունն է, որով դու կարաս արդեն ազդես քո երեխայի վրա, ազդես քո ընտանիքի վրա, քո ամուսնու վրա, քո կնոջ վրա, որտեղ այդ խնդիրը կա, լսում ես, դու կարաս ազդես Տիրոջ փառքի ներկայությունով, ամեն, փառք Հիսուս Քրիստոսին, գիտես Քրիստոսը բերեց իր փառքը այստեղ, Տերը իր փառքը բերեց այստեղ իր եկեղեցի, բայց գիտես մարդը արհամարում է, մարդը անտարբեր է լինում, և դրա համար էլ բան չի փոխվում, դրա համար սիրելիներ մենք պետք է ամենայն հարգանքով, Տիրոջ երկյուղով, Աստծո վախով մոտենանք, նրա ներկայության մեջ մտնենք, եթե լինի այդ արհամարանքը, եթե լինի այդ անտարբերությունը, գիտես դու չես մտնի այդ ներկայության մեջ, ուղղակի չես մտնի, կլինես սովորական այցելու, եկա, այսօր էլ խոսած են տղեն, բան չեմ հիշում, երկու հատ տենց հումոր արեց դրանք եմ հիշում, մեկ էլ հիշում եմ, որ փառաբանության այս ծառայողը բաներ սենց, կարմիր շորեր հագել, մեկն էլ տենց բան, հեռախոսը չեր անջատել, տենց բաներ կհիշեք, ավելորդ ինֆորմացիա, բայց չէ, Տերը չի ուզում այդ ավելորդ ինֆորմացիան, Տերը չի ուզում, որ մենք ստեղից գնանք, մտնենք լուրեր, տենանք Պարսկաստանում ինչ արինում, չէ կարանք աղոթենք, եթե քո մեջ կա դա աղոթելու մեր երկրի համար, բայց այնքան ենք ծանրաբեռնվում այդ ավելորդ ինֆորմացիայով, որ Տիրոջ քաղցրությունը, մտերմությունը, նրա ծոցը լինելը, նրա գրկում լինելը մոռանում ենք, ժամանակ չի մնում, որ ասում ես կարդաս, մա ժամանակ չունեմ, բայց ժամուկես կարա TikTok ֆրցնի, կներեք, այդ բար տենց են ասում, ինչ են ֆրցնում, չգիտեմ, ես տեսել եմ այդ մարդ, նստեց աշխատանքի տեղը, նստեց քարեր, վեդրոեր, ինչ էր, անհարմար տեղեր, եթե դրա համար եմ ուզում, նստեց այդտեղ, 2 ժամ հետո եկա, էլի տեղ նստած էր, ուսս ֆրցնում էր, ուսս ձեներ էր գալի, բան, մի քիչ սրա, մի քիչ նրա ձերը, մի քիչ, ես հասկացա ինքը բռնված է, կոնկրետ բռնել է,
այդ չարուժը, այդ մարդը խնդիրների մեջ է, պարտքերի տակ է, երեխա է պահում, եկել է թե որ աշխատի, 2 ժամում որ ինքը էդի արեց, 2 ժամ ինքը կարար մի 15-20 հազար դրամ փող աշխատեր, բայց ֆրցնում է, ամբողջ օրը նստած ֆրցնում է, նայում ես, ասում ես, ես ինչ է կատարվում, հետո որ մի բան ժամանակ չունեն, եթե օրը դու կես ժամից սկսած տրամադրես այս գրքին, կես ժամ էլ տրամադրես այս գրքերի գրքին, ասենք ինչ գիրք մենք չենք գովազդում, չենք վաճառում, որովհետև նվիրում ենք, ուզում ենք կարդաս, հենց սա կարդաս, սա էլ ես ուզելու կարդաս, իրար կողք դնել ես կարդաս, գրքերի գրքին, եթե տրամադրես, լուրջ դու կզզվես այդ TikTok-ից էլ, Instagram-ից էլ, չգիտեմ, Facebook-ից էլ չես ուզի, եթե մտնես էլ հոգևոր բաների համար, որ ինչ-որ քարոզ լսես, խոսք լսես, որ Տիրոջ փառքը գա քո կյանքի մեջ։ Եվ վերջի տեղը նայենք միասին Գաղատացիներ առաջի գլուխ 15-ից 16 խոսքը։ Գաղատացիներ առաջի գլուխ 15 խոսք և 16։ Բայց երբ Աստված բարեհաճեց իմ մոր որովայնից ինձ ընտրել և իր շնորհքի միջոցով կոչել հայտնելու իր որդուն իմ միջոցով։ Դա էլ կարդամ։ Աստված բարեհաճեց, տեսեք, Աստված կամեցավ, որ քեզ ընտրի, չէ՞, Աստված քեզ ընտրեց։ Որտեղից ասում է քեզ ընտրեց։ Պողոս առաքյալն է գրում իր մասին։ Ասում է իմ մոր որովայնից։ Ասի դու հələ ծնված չէիր։ Աստված արդեն ընտրել էր քեզ։ Հասկանում ես, ասում էր Էսա ծնվելու է իմ ընտրյալը։ Արդեն ընտրել էր քեզ Աստված։ Գիտես ինչի համար էր ընտրել։ Որ իր շնորհքի միջոցով քեզ կոչում տա, որպիսի դու հայտնես Հիսուս Քրիստոսին։ Ես շատեր ասում եմ, ես ընտրված եմ, չգիտեմ ինչեր անելու։ Դու ընտրված ես, որ Աստված քո միջոցով հայտնի իր որդու փառքը։ Ամեն։ Պողոս առաքյալը սա գրում է և իր կյանքում երևում է սա։ Հասկանում ես, իր կյանքում երևում է, ինքը հայտնեց Աստծո փառքը, ինքը հայտնեց Քրիստոսի փառքը, որ թեկուզ մի ժամանակ հալածում էր քրիստոնյաներին, բայց Աստված ընտրել էր իրան, և երբ որ Աստված Հիսուսը հանդիպեց իրան, իր կյանքը արմատական փոխվեց, 180 աստիճան փոխվեց, ինքը երբ որ հալածում էր Քրիստոսին, սկսեց ցույց տալ Քրիստոսի փառքը։ Եվ սա գիտեք մեծ զորություն է մեր մեջ դրված։ Մենք անընդհատ ուզում ենք դեպի մեզ, բայց ժամանակն է արդեն դեպի քեզանից դուրս։ Ինչ որ կա քո ներսում, ինչ որ կա քո ներսում, դա էլ քեզանից դուրս է գալու։ Դա էլ դրսևորվելու է քո միջոցով։ Իսկ եթե քո մեջ խառնաշփոթ է, քո մեջ վախեր է, քո մեջ անհանգստություն է, դու հետ էլ փոխանցելու ես քո երեխուն։ Վայ մի արա, վայ սրան ձեռ չտաս, վայ տուն արի, մի գնաս տեղ։ Ինչ է այսի վախը։ Հետո երեխան սկսում է վախեցած ապրել, կապտած ապրում։ Բա հիմա ինչ անեմ։ Ասենք մեծ տղա է, ասում է, ախո մամա ինչ եմ հարցնի։ Ինքը իր բաները անում։ Պատկերացնում ես, րոպեն մեկ զանգում է, ուր ես, ինչ ես անում։ Ու այդ երեխան հասկանում է, խառնվում է իրար։ Դու վախ ես դրսևորում, դու անհանգստություն ես դրսևորում։ Բայց լսի ժամանակն է, որ դու դրսևորես Տիրոջ փառքը, դու դրսևորես
Քրիստոսի սերը, որ քո մեջ դրված է Սուրբ Հոգու միջոցով, ժամանակն է, որ դու դրսևորես Աստծո լույսը, Աստծո խաղաղությունը, հանգիստը։ Տեր ջան, հանձնում եմ քո ձեռքերի մեջ իմ երեխային, որտեղ է լինի, քո պաշտպանությունը, քո օրհնությունը, իր վրա ինքը հաջողակ է լինելու, ինքը լույս է լինելու, ինքը քո փառքի դրսևորումն է լինելու այս աշխարհի մեջ։ Եթե վստահես սա ասես, խոսքը դա էլ կատարվելու է։ Եթե անընդհատ վախենաս, հանկարծ մի սխալ բան չանի, հանկարծ մի սխալ շրջապատ չընկնի, լսի եթե ընկել է սխալ շրջապատ, աղոթի, դու ինքդ շրջապատում դառնա լույս, դառնա փոփոխություն, որ իր խմող ընկերները չխմեն, որ իր ծխող ընկերները իր մոտ չծխեն։ Պատկերացնում ես։ Չասենք մարդիկ օրինակ ասում է կնել ես բան օրինակ չէ, քո մոտ չեմ ուզում ծխեմ կամ քո մոտ չեմ ուզում հայոյեմ, դա խո մեզանից չի, դա Աստծո փառքն է, դա Աստծուց մի փոքր նշույլ տեսել են քո մեջ, որ քո մոտ չեն հայոյում, քո մոտ չեն բամբասում, չէ, կա չէ հարևանուհիներ ունես, որ հավաքվում են, սուրճ են խմում, բամբասում են, հենց դու գնում ես չեն բամբասում։ Ուրեմն Աստծուց մի բան կա քո մեջ, որտեղ գիտեն դու բամբասող չես, դու անիծող չես, դու դրան դեմ ես։ Դա Աստծո փառքի դրսևորումն է։ Դա պետք է երևա մեր կյանքերում։ Ժողովուրդ ջան, հակառակ դեպքում իզուր է մեր Աստված պաշտությունը։ Ամեն։ Թող Տերը օրհնի եւ զորացնի։ Իսկ դրա համար նորից ասում եմ, Աստծո գրկում պետք է լինես։ Աստծո ծոցում պետք է լինես։ Քրիստոս ասում է, հոր ծոցում էր։ Դա հիշում եք, չէ՞, գրկախառնությունը։ Գլուխը չէ, Աստծո սրտի բաբախը լսում ես, գիտես Տերը ինչ է ուզում, ինչ ձև Աստծո սիրտը այսօր աշխատում, եւ ինքը ինչ է ուզում, ոչ թե ինչ ես դու ուզում, այլ ինչ է ուզում Տերը։ Դա է իր ծոցը, դա իր այդ մտերմությունը, դա իր այդ փոխհարաբերությունը, այդ ջերմությունը։ Հետո դա ակտիվանում է քո մեջ։ Գիտեք, ժողովուրդ ջան, ամեն երեխա, քանի փոքր է, ինքը ուզում է իր պապային նման լինի։ Ինչ եմ ասում, քանի փոքր է, որ մեծանա էլի լավ է, որ ուզենա իր պապային նման լինի։ Իչև չի տեսնում հոր մեջ ինչ-որ հա սխալ ու վատ բաներ։ Օրինակ, տենց էլ է լինում։ Ամեն աղջիկ ուզում է իր մամային նման լինի։ Եվ Աստված էլ որպես մեր հայր, մենք էլ իր որդիներ, ուզում է, որ իր նման լինենք։ Ուզում է իր սրտի ուզածը անենք։ Ոչ մի ծնող իր երեխայի վատը չի ուզում։ Ոչ մի ծնող իր երեխային վատ, սխալ խորհուրդներ չի տալիս։ Եթե իհարկե ադեկվատ ողջամիտ մարդ է, էլի չէ։ Որ կար է մեր ժամանակում 4 տարեկան տղա երեխուն սիգարետ էին տալի, ծխում էր ու ընկերներով ուրախանում ծափ էին տալի։ Հետո մեծանում են ուրիշ բաներ ծխում, ասում են, «Ես ո՞նց տղես պլանքի աշտարավ»։ Բայց 4 տարեկանում սիգարետ էր տալիս։ Առանց հասկանալ, որ դրա հետևը դև է կանգնած։ Չէ՞ կամ հայոյել են սովորացնում։ Հələ մի հատ բանը կանես, ընկերոջս հələ մի հատ քրֆի։ Քրֆումը ծափ են տալի։ Ու տարիքից այդ վատ խոսքերը լուրջ ես տեսել եմ տես բաներ։ Հիմա ոնց որ կամ վերացել է, կամ իմ շրջապատն է փոխվել, չգիտեմ։ Ժողովուրդ, ինչ որ մարդը սովորացնում է, դա էլ տեսնում է իր կյանքում։ Եվ այդ երեխան ուզում է իր պապային նման լինի, գիտի խմիչքը պարծենալու բան է, կամ գլուխ գովալու տեղ է, չէ առաջ որ գլուխ էին գովում, չէ եղբայրները, 2 հոգով 4 լիտր խմանք, ամուտ է էդի, պարծենալու բան է, հերոսություն է էդի, հետո երեխան էլ տենում է, որ պապան ընկերների հետ 4 լիտր խմեց, ինքն էլ 15 տարեկանից գնում է իր ընկերների հետ 4 լիտր խմում ու դառնում է ուրիշ մարդ։ Հետո գալիս է պապային ծեծում է։ Ասում են, «Էս ինչ վատն է»։ Եկեք նմանվենք մեր երկնային հորը։ Ինքը կատարյալ է,
ինքը սուրբ է, ինքը ճշմարիտ է եւ ինքն է։ Եկեք փառավորենք մեր Աստծուն, ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Խնդրեմ փառաբանության խումբը գա եւ մենք աղոթելու ենք, գիտեք ինչ ենք աղոթելու։ Աղոթելու ենք, որ Աստծո փառքը դրսևորվի մեր մեջ։ Աստծո փառքը, սիրելիներ, դա մեր, գիտեք ինչն է, ժառանգությունն է։ Ժառանգություն ենք մենք ստացել։ Մարդիկ ասում են, մի հատ Ամերիկայում տատի ունենայինք, մեռներ, $1 միլիոն ժառանգեր մեզ, ու դրանից երջանիկ կլինենք։ Մեզ պետք չի Ամերիկայի տատին ու իր ժառանգությունը։ Մենք այնց ժառանգություն ենք ստացել մեր երկնային հորից, դա նրա փառքն է։ Հալելույա, փառք Հիսուսի։ Դա նրա զորությունն է, որ իշխանությունով տված է քեզ, որը կարա քո միջոցով դրսևորվի եւ կյանքեր ու ճակատագրեր փոխվի։ Ամեն, որ մեկը տեսնի իր անկերոջը, որ մի ժամանակ կախվածության մեջ էր կործանվում էր, փոխվեց, ինքն էլ ուզենա գա այդտեղ։ Մեկը տեսնի իր անկերուհուն, որ մի ժամանակ անիծող բամբասող էր, տեսնի փոխվեց, ինքն էլ ուզենա դառնա։ Դա Աստծո լույսն, Աստծո ճշմարտությունն է, որ քո մեջ ապրում է։ Երբեք թույլ չտաս, որ սատանան գողանա Աստծո փառքը։ Տիրոջ փառահեղ ներկայությունը ստեղ է։ Տիրոջ զորավոր, ծանրակշիռ ներկայությունը այստեղ է, որ փոխի քեզ, որ դառնաս իրա նման, որ այսօր գնաս տուն, քո ընտանիքի անդամը, որ Աստծուն չգիտի, այդ փառքը տեսնի ու փոխվի եւ ուզենա քո նման դառնա։ Եթե մտնենք դրա մեջ, իսկ մենք այսօր այդ քայլը անելու ենք միասին։ Փառք Աստծո, ես հավատում եմ, որ քո կյանքում այսօր բան փոխվեց ու գնալով փոխվելու է։ Փառքից փառք, զորությունից զորություն, հաղթանակից հաղթանակ։ Այսի չվախենաս, չթուլանաս։ Տերը մոտ է։ Ամեն։ Ամեն։ Եվ Աստված օրհնի քեզ եւ պահի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը փայլեցնի իր սուրբ երեսը քեզ վրա եւ իր աստվածային խաղաղությունը տա քեզ եւ քո ընտանիքին։ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հետ թանկագին հաղորդությունը թող ամեն ժամանակ քեզանում լինի։ Ամեն։ Ամեն։